Արգելի ոստիկաններ, խնդրում ենք մեզ թույլ տվեք, մենք մեր ակցիան շարունակենք։ Ես բոլորը դեպի մայթ, մայթով շարժվում ենք, արգելի ոստիկաններ, խնդրում ենք թույլ տալ մեզ շարունակել ակցիան։ Ինչու թույլ չեք տալիս քայլեն։ Հաշվի առեք, որ մեքենաները գնում են, մի վարքյան տեսեք, լրագրողներ տեսեք, մեքենաները գնում գալիս են, այսինքն անվտանգության նկատառումների հիմնավորումը փուչիկ է, կեղծ է, սուտ է, մեքենաները գնում են, մեզ թույլ չեն տալիս շարժվել։ Պատասխանատուն ով է այստեղ։ Ինչ անվտանգության մասին է։ Եթե մեքենաներին կարելի է Մասին է խոսքը, հարգելի ոստիկաններ, ճանապարհները բաց են, մեքենաները սլանում են, ինչու եք խանգարում մեր ակցիան։ Ինչ հիմքով, խնդրում եմ ներկայացրեք, ինչ հիմքով եք հիմա դուք խոչընդոտում ժողովրդավար Հայաստանում, ժողովրդավարական արժեքների համար հավաքված եվրոպական առաջնորդներին ճշմարտությունը պատմելու մեր ցանկությունը։ Իրավական հիմքը, հարգելի ոստիկաններ։ Գիտեք ով է այստեղ պատասխանատու։ Եթե մեքենաներին չի արգելվում, ինչու են քաղաքացիներին արգելում։ Մեքենաները չեք արգելել, մեքենաները գնում են մինչև կոնյակի գործարան ինձ ասեցին։ Ինչու եք հիմա խոչընդոտում մայթ եզրով մեր խաղաղ քայլերթը։ Պատճառը ո՞րն է։ Իրավական հիմքը ո՞րն է։ Եվ իրական պատճառը որն է, խնդրում եմ մեզ ասեք։ Ձեզ համար պարզ է, պարոն Աշոտյան։ Ես քիչ առաջ ասում եմ։ Ես իմ քաղաքում ենթարկվում եմ քաղաքային երթևեկության կանոններին, որոնք որ շարադրված են ներքին գործերի նախարարության, ոստիկանության ենթակայքեջում մայիսի 4-ին փակվող փողոցների մասին։ Այս հատվածը պետք է լիներ չերթևեկելի, իսկ մայթերը պետք է լինեին բաց։ Հիմա խիա արվել, հակառակը ուզում եմ հասկանամ, խիա հատվածը երթևեկելի, իսկ մայթերը փակ։ Իրենք էլ չգիտեն։ Խի, որովհետև մեր ակցիան հասկանալի է, չխի։ Որովհետև մեր ակցիան պետք է տեղի ունենար ի կատարումն այս կանոնակարգման, ոստիկանության, խաղաղ, երթով, պլակատներով, շարանով կանգնենք։ Պարոն Աշոտյան, իրավական հիմքը ո՞րն է, ով է։ Մինչև ակցիան սկսվի։ Ղեկավարը ով է։ Բարև ձեզ։ Պարոն Աշոտյան, մենք նախապես պարոն Մամիջանյանի հետ հստակեցրել ենք, իրավական հիմքը ներկայացրել ենք, դա պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության մասին օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետն է։ Կարող եք ուսումնասիրել, սահմանափակումներին ծանոթանալ, եթե հարցի կլինեն համեցեք։ Շնորհակալ եմ պարզաբանման համար։ Այստեղ ամենաինտրիգային մասը պարոն Մամիջանյանի հետ խոսել եմ արտահայտությունն է, որը ձեր հեռախոսազրույցն է ոչ միայն պարոն Մամիջանյանի հետ, այլ միջև այդ պարոն Դանիելյանի հետ, եւ մենք չենք համաձայնել կասեցնել մեր ակցիան, որովհետև հղում ենք անում ոստիկանության կողմից ընդունված ձեր պաշտոնական կայքեջում տեղադրված եւ հետո չգիտես խի հնդածս փոփոխված կարգավորումներին։ Եթե ձեր ասածը ճիշտ է, արգելի ոստիկան, ապա այդ անվտանգության նկատառումներին այս սլացող մեքենաներն են ավելի շատ խանգարում, թե այս աղջիկներն ու տղաները, որոնք պետքա 5 կմ/ժ արագությամբ քայլեն մայթ եզրով։ Խնդրում եմ ասեք, ինչու է բաց ճանապարհները։ Հանգի միջոցով ենք մենք դա քննարկել ենք նաև տեղում, երբ քաղաքի մասնակիցները շատ լավ։ Իսկ սահմանափակումները, քանի որ ես դուք չեք քննարկել, կներեք, դուք առաջարկել եք, մենք հրաժարվել ենք այդ կարգավորմանը ենթարկվել, որովհետև այդ կարգավորումը չի բխում ոստիկանության պաշտոնական կայքեջին դրված կարգավորումներից։ Այսքանը որ դուք ինձ հիմա պատմում եք, արգելի ոստիկան, ինչու գրված չի այստեղ։ Սա ձեր նախարարության, ձեր ոստիկանության, ձեր ծառայության կողմից զետեղված կարգավորումն է, որից մենք տառ ստորակետ չենք շեղվել եւ չենք շեղվելու։ Ինչու չեք կատարում ձեր իսկ գերատեսչության նախապես հայտարարված կարգավորումները։ Իմ խնդիրը շատ պարզ է։ Խի եք հնդածս փոխել այդ կարգավորումները։ Եվ ինչով ենք մենք խանգարում պետական պաշտպանության ծառայության իրականացմանը, եթե կանգնում ենք ճանապարհներին, որոնք այստեղից երևի մի 3-4 մայթերին 3 կիլոմետր հեռու է մարզամերգային համալիրից։ Անվտանգության նկատառումից ելնելով խնդիրը կարող առաջանալ նաև տեղում,
Դա նաև սահմանվում է գվարդիայի մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դա կարող է ուսումնասիրել ժամանակավորապես ներողություն։ Քայլերն էլ է արգելված այստեղ ներողություն։ Ես բարձրաբանում եմ քաղաքի Արգելի ոստիկանը եկել է ինձ հետ բարձրաբանելու։ Արգելի ոստիկան, այստեղ ձեր տեքստում չկա հետիոտների հետ կապված որևէ սահմանափակում, հարգելիներս։ Ցույց տվեք, խնդրում եմ, ուղիղ եթերը պահեք, բացեք ձեր հեռախոսը, խնդրեմ։ Ցույց տվեք։ Բայց դուք խնդրեմ դա ինքը։ Անձնական Հիմա հետիոտ չի կարող անցնել։ Ներողություն, Չէ, մեքենա կարող է անցնել, դա վտանգ է։ Ներողություն եմ խնդրում, նախապես իրազեկում ասվածը քաղաքապետարանի միջոցով նկատում եք, իրազեկում չի եղել։ Հրատապ ակցիա է, ինչ իրազեկում։ Ինձ հարց ուղղել որ իրազեկված է, դրան եմ։ Հրատապ ակցիա է։ Բայց 18:00-ի չէ՞ երթևեկությունը սահմանափակվելու։ Հիմա հետիոտի քայլելը սահմանափակելի չէ։ Մի վարքյան, խնդրում եմ, արգելի ոստիկանը մեզ խոստացել է ցույց տալ այն կարգավորումը, այն հղումը, որի վրա անում է ի հակառակ իմ հղմանը, նորից կրկնեմ, իմ հղման աղբյուրը պոլիս ներքին գործերի նախարարություն gov.am կայքն է, որտեղ հետիոտների սահմանափակման մասին չկա որևէ կարգ։ Օրենքի հղումը, Ինձ օրենքի հղումը չի պետք, ինձ պետք է նախապես իրազեկումը։ որ դուք օրենքի հղումից ծանոթանաք, ես հիմա կարող եմ ինքս բարձրաձայն կարդալ, դուք լսեք ծանոթանաք։ Արգելի, դա է խնդիրը։ չէ, խնդիրը հետևյալն է։ Դաշտի կխնդրեմ ասածը արդեն բարձրաբանված է։ Պարզաբանված չի, որովհետև ձեր գործողությունները հակասում են ձեր իսկ կողմից իրազեկման գործողությանը։ Դուք իրազեկել եք 1.5 միլիոնանոց Երևանին եւ իր հյուրերին այլ կարգավորումների մասին։ Եվ այս մարդիկ, որոնք այսօր այստեղ են, մի քանի 100 հոգի, այս կարգավորումներին համապատասխան հրատապ կարգով ինքնակազմակերպվել են եւ ուզում են իրենց ձայնը բարձրացնել այս հավաքի հետ կապված։ Ինչու՞մն է խնդիրը։ Մենք արդեն տեղեկացրել ենք, իրազեկել ենք մի քանի անգամ։ Երկու մեջ ըստ անհրաժեշտության, եթե ունենք անվտանգային խնդիր հղում անելով համապատասխան հոդվածին, համապատասխան կետին, այս պայծրությամբ որոշակի սահմանափակումներ ունենք։ Եվ գվարդիայի մասին օրենքով եւ ինուշատ օրենքով։ Արգելիս, գվարդիայի մասին օրենքի մասին այստեղ որևէ հղում չկա։ Երկրորդը դուք այստեղ ասել եք, որ սահմանափակել եք երթևեկությունը։ Մենք չենք երթևեկում, մենք քայլում ենք։ Հետիոտների մայթերով քայլում ենք, հետիոտների գործողությունների համար որևէ սահմանափակում այստեղ չկա։ Իմ նշած օրենքի մեջ սահմանափակում կա, նույնիսկ տեղում Ինչու՞ չեք իրազեկել նախապես այդ դեպքում։ Ոչ, հեսա գրած է։ Պարոն ոստիկանը հղում է տալիս իրենց օրենսդրությանը, այդ օրենսդրության վրա որևէ հղում չկա իրազեկման։ Եվ ակնհայտ է չէ, որ այս կարգավորումը կեսից են մոգոնել, որովհետև իմացել են, որ մենք սենց ակցիա ենք անելու, իշխանությունները իմացել են, մտածել են ոնց փագեն, այսպես ասած, մեր ճանապարհը, նորից կրկնեմ, հա, մենք կարող էին գնալ մյուս ծայրով մոտենալ մարզամերգային համալիրք, բայց այնտեղ մեզ ոչ մեկ չէր տեսնելու մեկ, եւ երկրորդը այնտեղ կան բազմաթիվ այլ ուժեր ու քաղաքացիներ, որոնք այդ հարթակը ի պատիվ իրենց օգտագործում են։ Մենք ուզում ենք այս հարթակը օգտագործել։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը լրացիչ հարց ուղղակել։ Հա, այսինքն մենք հիմա տես ծվրվենք, մեր ձայնը չհասցնենք, եվրոպացիք ծվրվեն։ Չեմ կարող ձեզ պատասխանել։ Դա իրազեկման հայտարարության մեջ չկա։ Արգելի, պարոն ոստիկան։ Իրազեկման հայտարարություն, թե որ անգամ, այնքան հիմա որ քաղաքացիներն քայլելու չէի։ Արգելի ոստիկանը ասել է չի տալիս հարցազրույց, ինձ էլ չփրկեք։ Այս հայտարարության մեջ չկա լրացիչ իրազեկում, որ գիտեք բանա փոխել։ Ինչ եք պատրաստվում։ Մենք ուզում ենք անցնել այնուհանդերձ։ Հիմա քաղաքացիներ Ես պարտավոր եմ ենթարկվել Չէ, ոստիկանության քաղաքացիներն էլ իմանան, չեն կարող այստեղով հիմա քայլել։ Պարզաբանեցի, արգելի։ Չէ, հիմա քաղաքացիները առավել։ Բացատրեք։ Չէ, առավել ասեք, քաղաքացիները կարող են Բացատրեք, մեքենաները խի են։ Մեքենաներով եկեք, մեքենաներով շարժվում ենք, հա։ Մնացածը կարող է մեքենաներն լրացիչ պարզաբանություն ստանալ։ Վեր ես շարժվում եմ առաջ։ Տենամ ես բաց մեքենաների պարագայում էլ հիմա մեքենա եմ փակելու դեմը։ Մեքենաների երթևեկությունը բաց է, տեսնում եք, հա։ Մեր երթևեկությունը, մեր քայլերթը փակ է։ Մի հատ տվեք, էլի։ Պատտում ենք, բռնեք խնդրում եմ։ Դες։ Ուր արա։ Արգելի լրագրողներ։ Մեքենաներով եք պատրաստվում։ Հեսա կհասկանանք, դե այսքան մարդ մեքենա չունի, ոտ մի մասը ոտքով այդքան հեռու է կանգնեցել, հարգելի հայրենակիցներ, կներեք այսպես կանգնեմ։ Սա է Հայաստանի այս պայծրությամբ իրադարձության վիզուալ պատկերը։ Այս ակվարիումը գույնս գույն ձկներով
խորհրդանշում է մարզամերգային համալիրը այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրանք իրանցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ ջանջիգար են անում եւ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Հայ ժողովրդի հետ եվրոպացիներին մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիք չշփվեն։ Եվ այս գույնս գույն սիրունիկ, փուչուրիկ, գրավիչ ձկները այս ակվարիումում այսօր մարզամերգային համալիրն են, որովհետև նրանք այսպես արհեստական միջավայրի մեջ ստացել են այսպիսի շոու, որի մեջ չկա Հայաստան, որի մեջ չկա հայ, որի մեջ չկա հայկականություն, որի մեջ չկա ցավ, որի մեջ չկա Արցախ, չկան քաղբանտարկյալներ, չկա այն իրականությունը, որը մեզ շրջապատում է։ Սա է մարզամերգային համալիրի մակետը։ Եվ ինչպես դուք տեսաք, մենք փորձեցինք ճեղքել այս իրականությունը, որպեսզի ակվարիումից հանենք մեր սիրելի հյուրերին, որպեսզի նրանք լսեն մեր ձայնը, տեսնեն մեզ, հասկանան, որ հայերը այն հյուրասեր, հյուրընկալ ժողովուրդն են, որ եւ պատրաստ են հաց տալ եւ դարդ կիսել։ Իրանք չեն ուզում այդ դարդը լսել։ Քեզ ձկներ։ Հիմա ինչ եք անելու այդ Այս ձկները տալիս եմ հետ, նկարեցիք բոլորը։ Սա է եվրոպական գագաթաժողովը Երևանում։ Սա է մեկուսացած, արհեստական, իրականությունից կտրված, բացարձակ կապ չունեցող բնության եւ հայկական բնականության հետ։ Դուք եք նրանց խնամում, ձեր տան ձկները։ Երեք գիշերն եմ արել։